Ինձ համար Գարեգին վեհափարը որպես եկեղեցու հոգևոր հովիվ ավարտվել էր դեռևս 2020 թվականի դեկտեմբերին, երբ գերիների հարցով իմ եւ Անդրանիկ Քոչարյանի նախաձեռնած Պոլսի պատրիարքի միջոցով Էրդողանին դիմելու մեր խնդրանքին նա պատասխանեց, որ գործող իշխանության համար ոչինչ չի անի եւ իր նախընտրած վարչապետի թեկնածուն Քոչարյանն է։ Բայց նույնիսկ այդ օրից ես հավատացել եմ, որ փոփոխությունը պիտի գա ոչ թե դրսից, այլ ներսից, պատասխանատու եպիսկոպոսների բարձր գիտակցությամբ եւ համարձակությամբ։ Հանուն Հանրապետության կուսակցության հանձնարարությամբ ամիսներ առաջ սկսել եմ խորհրդակցություններ այն եպիսկոպոսների հետ, ում ճանաչում ու հարգում եմ անձնապես։ Ուրախ եմ, որ այսօր այդ ցավոտ, բայց անհրաժեշտ ճանապարհի առաջին իրական քայլը տեսանելի է դառնում։ Եկեղեցին մեր բոլորի ցավն է, բայց բալասանը եկեղեցու առաջնորդները պիտի գտնեն։ Դրսից ցանկացած միջամտություն, քաղաքական, իրավական, արտաքին կամ կուսակցական դատապարտված է։ Դրսից երևում են միայն հետևանքները, իսկ պատճառները գիտեն իրենք, եպիսկոպոսները։ Քաղաքական դասը այստեղ պետք է կանգ առնի։ Մեր պարտականությունը մեկն է՝ ամենայն զգուշավորությամբ եւ խորը հարգանքով աջակցել ինքնամաքրման այս process-ին, խոսել ժողովրդի հոգևոր պահանջների մասին, մեր անհանգստությունն ու նշաձողը հստակ ձևակերպել, բայց երբեք չկուսակցականացնել եկեղեցին։ Վեհափարը շուտով կթողնի լուսավոր չգահը։ Այդ պահից պատասխանատվությունը պիտի ստանձնեն եպիսկոպոսները։ Հիմա ժամանակն է, որ եկեղեցու առաջնորդները որպես հովիվներ ժողովրդին առաջնորդեն մաքուր խղճով, համարձակ խոսքով եւ խորը գիտակցությամբ, որ եթե եկեղեցու տունը կանգնի ամուր հիմքի վրա, նույնքան ամուր կկանգնի նաեւ մեր պետականությունն ու մեր ապագան։